տեսնում եք կանաչներ են առաջս, գյուղից ստացել ենք փիփերթ և բանջար, բանջարը մի քիչ է, դրա համար որոշել եմ երկուսը միասին համով ճաշ պատրաստել։ Հին հոլովակներ ունեմ, որոնք նկարահանվել են գյուղում և այնտեղ բաղջից քաղում եմ բանջարը, փիփերթը, համով ճաշ եմ եփում, կարող եք իմ ալիքում գտնել այդ հոլովակները և տեսնել։ Ու քանի որ հիմա Երևանում եմ գտնվում, գյուղից են ուղարկում, դե ես էլ այստեղ համով սարքեմ ու ուտենք։ Իդեպ յասամաններն էլ են մեր գյուղի այգուց, անմահական բույն ունեն։ Ուզում էի ձեզ բանջարը ցույց տալ, մի քիչ մեծ են, ավելի, մի քիչ հասունացած են։ Հիմնականում գյուղում մեր տարածաշրջանում շատ մանր բանջարներն են ավելի շատ սիրում, եղինջը։ Հենց փետրվար ամսից արդեն երբ որ հողի երեսն է դուրս գալիս բանջարը, մարդիկ քաղում են, սկսում ուտելը, բայց Հայաստանում մարզեր կան, որտեղ մարդիկ սպասում են մինչև բանջարը մեծանա ու նոր քաղեն ուտեն։ Հիմա ասեք բաձարքերը չի կծում բանջարը, կծում է, բայց ասում են օգտակար է։ Դրա համար թույլ եմ տալիս, որ կծի։ Նաև շատ օգտագործել բանջար չի կարելի, որովհետև արյունը խտացնում է և ճնշումը բարձրացնում։ Դե ինչ, եկեք անցնենք խոհանոց, փիփերթն ու բանջարը շատ լավ պետք է լվանալ և արդեն սկսենք պատրաստելը։ Վերջ ընկերներ, ես երևի մոտ կես ժամ լվացի փիփերթն ու բանջարը, շատ կեղտոտ չէր, մաքուր էր, բայց ամեն դեպքում գիտեք, բանջարեղենները, որ հողից են դուրս գալիս, հողի հետ շփվում են, պետք է շատ լավ լվալ, որպեսզի ռիսկը նվազեցնել թունավորումների։ Հիմա ես փիփերթը կտրտեմ, բանջարը էլի կկտրտեմ երևի։ Ասեմ, որ նախապես չեմ շոգեխաշում, շատերը շոգեխաշում են նախապես կամ մի հատ եղմանջուրն են գցում հանում, բլանշ են անում այսպես ասած, բայց ես նախընտրում եմ այս պարագայում սարքել այնպես, ինչպես մենք ենք սիրում։ Եվ մի հատ սոխ կկտրտեմ, այստեղ արդեն կլպել, լվացել, պատրաստել եմ, կարտոֆիլ չեմ օգտագործի, ձու չեմ օգտագործի, սոխ առած կանեմ, կանաչեղենը և մի փոքր սխտոր, աղ, պղպեղ ու վերջ։ Հիմա սկսեմ սոխ առած անել, մի քիչ զեյթունի ձեթ եմ լցնում, հիմնականում սոխ առածը ցանկալի է ձեթով անել, կարագը սկզբից չավելացնել, որովհետև կարագը միանգամից վառում է ու զեյթունի ձեթն էլ, գիտեք, իրանք տարբեր են։ Այս ձեթը բարձր ջերմաստիճանի համար է, այնպես որ շատ հանգիստ կարող եք սոխ առածը ձիթայուղով անել, էքստրա վիրջին չէ, որը որ աղցանների համար է։ Հիմա սոխ առածն անեմ և արդեն կավելացնեմ փիփերթը ու բանջարը, շատ քիչ ջուր կավելացնեմ, որ ինքը շոգեխաշվի իր մեջ, ընթացքում արդեն կտեսնեք։ Ինչպես տեսակ, բանջարն ու փիփերթը լցրեցի արդեն և եղման ջուր եմ մի փոքր լցնում, ինչու եղման, ոչ սառը, որովհետև բանջարեղենի վիտամինները ավելի լավ են պահպանվում, երբ որ եղման ջուր ենք լցնում ու եփը ավելի արագ է հասունանում, ոչ թե սառը ջուր, ընդհանրապես սառը ջուրը հիմնականում օգտագործում ենք արգանակների համար, եթե մեզ ջուրն է պետք, այսինքն հեղուկն է պետք, իսկ ցանկացած այլ ուտեստների, ճաշերի ժամանակ ցանկալի է միշտ եղման ջուր օգտագործել։ Լցնեմ եղման ջուր շատ քիչ, թողնեմ այսպես շոգեխաշվի ու արդեն կավելացնեմ ընթացքում քիչ-քիչ, հիմա կհարցնեք, թե ինչի բակափայիչով չեմ փակում, դրա պատճառն էլ շուտով կասեմ։ Շուտով արդեն ճաշը կեռա ու ուզում էի ասեմ, քանի որ
Մեր բանջարեղենը բնականաբար բոլոր այս տեսակ բանջարեղենները կանաչ են եւ կանաչ բանջարեղենները պարունակում են քլորոֆիլ ներկանյութը, որը ցանկալի է մշակել բաց եղանակով, այսինքն արգելված չէ փակ կափարիչ օգտագործելը, սակայն խորհուրդ չի տրվում, ցանկալի է մշակել բաց եղանակում, որովհետեւ ոչ պիտանի յուղերը պետք է արտազատվեն, իսկ երբ որ մենք փակում ենք, այդ յուղերը մնում է մեջը եւ նաեւ թթվային միջավայրն է ավելի շատանում, իսկ այդ թթվային միջավայրը այնպես է անում, որ բանջարեղենը կորցնի իր որակյալ համը, գույնը, չգիտեմ, նկատած կլինեք, օրինակ, երբ որ փակ կափարիչով լոբի ենք եփում, մեկ էլ տեսնում ենք, որ այն սիրուն կանաչ վիճակը էլ չկա, գույնը թրծնում է։ Դա հենց այդ քլորոֆիլն է, որ կորչում է եւ թթվային միջավայրը ազդում է այդ ամեն ինչին, այնպես որ ցանկալի է փակ կափարիչ օգտագործել, բաց կափարիչ օգտագործել, փակը չօգտագործել եւ այսպես պահպանվում է բույսի համը, թեթև համը, ծանր համ չի տալիս էլի որակը եւ բնականաբար օգտակարությունը։ Ճիշտ է, տնեցիք շատ սոված էին, բայց ասի մի հատ սուրճ տնեմ խմենք, հետո նոր հաց կուտենք։ Ասեմ, սա կոչվում է հարս կեսուր տալներ կոֆեի ժամ, քանի ճաշ է փռում, մենք մի հատ կոֆե խմենք ու վերադառնանք։ Ընկերներ, քանի որ արդեն եփվում է ու մի 10 րոպեից արդեն անջատելու եմ, ավելացնում եմ աղ, աղը երբեք գթալով չեմ ավելացնում, անկեղծ ասեմ, որովհետև սենց ձեռքով ավելի հեշտ եմ որոշում, մի քիչ սև պղպեղ, դեպ սև պղպեղն էլ է ֆրոմ գողարից ու սև պղպեղի խորհուրդը այսպես է, որ սա սուր զգացողությունները, իհարկե շատ կծու չեմ անի, որ սուր զգացողություններ քիչ լինեն և պարտադիր ավելացնում եմ սխտոր, քերած, ասեք շատ է սխտորը, բայց շատ չի, սխտորով համեղանում, մի հատ խառնեմ, սխտորը ինչու եմ վերջում, գրեթե վերջում ավելացնում, ոչ թե սկզբում սոխառացի ժամանակ, որովհետև այսպես համը ավելի հստակ է զգացվում և ավելի համեղ է, ու նաև ավելացնեմ կարագ, իրավ կտոր կարագ, կարող ենք նաև յուղ ավելացնել իհարկե, կարագն էլ նախընտրեցի վերջում, կարող էի սկզբում էլ ավելացնել, բայց վերջում ավելի լավ է համը պահպանվում։ Երևի թե այսքանը, թողնեմ մի 10 րոպե եփվի, համերը արդեն հավաքի ու կմոտուցենք։ Շատ անուշ եմ բուրում, տեսքը ավելի մոտիկից ախորժելի ավելի, դե իհարկե սխտոր մածուն մի քիչ ավելացնենք, գիտեք մեր մոտ նոյեմբերյանում շատ ընդունված է սխտոր մածուն օգտագործելը, ամեն ինչի հետ կարելի ասել օգտագործում ենք, իհարկե այս ճաշակի մի քիչ խառնեմ և արդեն համ տեսեմ։ Տիրությունը ուղղակի հալվում է բերանի մեջ, չեք պատկերացնի ինչ համեղ է ստացվել, ավելորդ ոչինչ, ոչ ձու, ոչ կարտոֆիլ, ոչ մի բան, գարնան շրջանում աշխատեք կանաչեղենը օգտագործել հենց այնպես ինչպես որ կա, տապակած, շոգեխաշած, նույնիսկ հում վիճակում, շատ առողջարար է, դե ինչ, մերոնք սոված են, բոլորի համար էլ լցնեմ ու նստենք մի լավ ճաշենք։ Մի րոպե մի անջատի, եթե նոր եք իմ ալիքում, նոր եք հետևում ինձ կամ պարզապես այս հոլովակը այդպես ձեզ հանդիպեց, ուղղակի բաժանորդագրվեք իմ ալիքին և ես շատ երջանիկ կզգամ ինձ, դե ինչ, մինչ հանդիպում։